Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի Կորցք Արաքելոց քիրքին երկրորդ գլուխեն 1-8 համարները Եվ երբ Պենտեկոստեի օրը հասավ ամենալ միապան մեկտեղեին ու հանգարձակի երկինքեն ցավ մի եղավ սասկաշունչ հովի մցայինին պես եւ բոլոր դունը լեցուց ուր նստեր էին Եվ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստավ Եվ ամեննալ հոգվով սրբով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ ինչպես հոգին իրենց խոսիլ գուդալ ու Երուսաղեմ մեջ բնակած հրյաներ գային աստվածավախ մարդիկ երկինքի տակ եղած բոլոր ազգերեն ժողոված ու երբ այս ցայնը եղավ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ Վասնզի գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվովը գխոսեին, ամենալ գսկանչանային ու գզարմանային և իրարու գսեին, չէ որ ահա ասոնք ամենալ որ գխոսին, կալիլիացի են, և ինչպես գլսենք մեր ամեն մեկ լեզվովը, որու մեջ ձնած ենք։ Թո ասված օրհնե իր խոսքին ընթերցանությունը, այսօր Քրիստոնյա աշխարհը իր փառավոր դոներու մեջ կարևորագույն դոները մեկը գիհիշադագե հոգեկալուստը Պենտեկոստի հոգեկալուստ Սուրբ հոգին աշխարհ քալը Ինչպես որդին ասված Փեթլեհեմի մսուրի մեջ մարմինով հայտնվեցավ Եվ Աստուծո փրկության ծրագիրի մեջ իր բաժինը հերավ, խաչապայտի վրա մերավ և թաղվեցավ, հարություն արավ ու համբարձավ, նույնպես Սուրբ Հոգի ասված, Պենտեկոստեի դոնին արիթով վայրեջ կատարեց թեպի երգիր և վերնադամ մեջ գտնվողներուն սիրտերը գրավեց ամբողջությամբ Որոնք Տեր Հիսուսի բադվերին հնազանդելով գսպասեին անոր խոստումին, որ ասած էր, ցեզ որ չեմ թողուր, կացեք սպասեցեք մխիթարիչը պիտի գա։ Այնպես որ Աստված իր հոգին ղրգեց, որպեսզի հավատացյալներ առանցին չմնան Ինչպես որ աշակերտները ֆիզիկապես Հիսուսի ներկայությունը գվայելեին, անոր ներկործությունները, հրաշները, հիմա Սուրբ Հոգվույն ներկործությունը պիտի վայելեն, հավատացյալներուն հետ պիտի ըլլան և պիտի առաջնորդեն։ Սուրբ Հոգին մասին խոսիլ, կնշանակե Աստուծո մասին խոսիլ, և ոչ թե այնպես մխոսիլ Սուրբ Հոգի մասին, որպես թե ան միայն Աստուծո զորությունն է, ինչպես գարձեցյալ Եհովայի վկանները գուսուցանեն, ուստի կործածենք, ինչպես որ մենք գուզենք։ Ոմանք մասնակետ են Սուրբ Հոգվույն զորությունը ներկայացնելու մեջ, գգրտնեմ ներկայացնելու մեջ, մասնակետ են։ Ճիշտ այնպես, ինչպես թղթագիծներ կան, որ մասնակետ են հայդակիրը վարելու մեջ։ Ինչպես քարոզիչներ կան, մասնակետ են շինծու պատմություններով և չափազանցված փորձառություններով ունգընթիրները հուզելու և լացնելու։ Հանդիպած եք այդպեսի մարդոց։ Իրենք գուլան գհուզվին Մտի գնողներն ալ պիտի լան, բնական է, պիտի հուզվին։ Ինչպես նաև մասնակետներ կան չերմերանթության թրական պատկամներով ունգընթիրները գվոգեբորեն և անոնց հոգեգան վիճակը գբարձրացնեն այդ բահում։ Եվ բարձամիտ հավատացյալները, որոնք ողջամիտ վարդապետության են լուրջ ունի, որտեղ չեն լսեր, գխապվին, գգարձեն, որ Սուրբ Հոգվույն ուրախությամբ լեցված են։ Իսկության մեջ հիշյալ մասնակետները ովևէ գապ չունին Սուրբ Հոգվույն ներկործության հետ իրենց սիրտերուն մեջ։ Զիրենք հեզնելու,
Քրիստոսի միտքը ունենալու, որը խոնարհություն աստվածային ճշմարտություններու առողջությամբ միտքերնի լուսավորվելու եւ քրվածը ուղիղ հասկանալու Աստուծո շնորհքով հոգեկալուստի դոնինարիտով գուզեմ 4 գիրագիներ այս օրհնյալ նյութը որպես տաս ներկայացնել ցեզի որպեսի ծայրահեղ եւ հագասուտ քրային ըմբռնումները եւ սուտ մխիթարությունները հերու գնանք եւ ունենանք առողջ հավատք եւ պիտի շեշտեմ կարևոր գեդեր ինչպես Սուրբ Հոգին անձնավորությունը աստվածությունը Սուրբ Հոգին սիրելիներ Աստված է ինչպես որ հայրը նույնպես Սուրբ Հոգին Աստված է Անոր արչև այլանդակ ծևեր չեն գներ, ամենայ երկուղածությամբ գբաշտենք, խոնարհությամբ գբաշտենք։ Ուրեմն այս պիտի շեշտեմ եւ անոր գողմե եկեղեցին շինության համար դրված բարգևները պիտի շեշտեմ եւ նաեւ անով լեցվելու բադվեր ունենք, որ Սուրբ Հոգիով պետք է լեցվենք Եվ նաև ամենակարևորը մեր թիրքը Սուրբ Հոգին հանդեպ ինչ ըլլալու է։ Սուրբ Հոգին ով է ինչ ըրած է քիտնալը աղեկ է։ Քու թիրքդ, թիրքորոշումդ անոր հանդեպ ինչ ըլլալու է քիտնալը ավելի աղեկ է։ Ուրեմն այս կայնը որպես նախապան բավարարվենք եւ անցնենք մեր նյութին։ Ինչպես ասի, այս դոնը կգոչվի 50-րդ Պենտիկոստի։ Դոնը որ 49 օր յետքը կգադարվի։ Պենտիկոստի կնշանակե 50-րդ օրը։ Եբրայեցիք այս դոնը կգոչեին շաբաթներու դոնը Ելից 34:22 Այս դոնը հրյաներուն գլխավոր դոներեն մեկն էր հրյաներ 7 գլխավոր դոներ ունին որոնց մեկը այս դոնն էր որ կգոչվի նաև ծորենի հունցքին երախայրիներուն դոնը հրյաներ այս դոնին պետք էր դաջար երթային եւ իրենց ծորենի հունցքին Առաջինը որպես նվեր մատուցանեին Աստուծո շնորհակալություն հայտնեին եւ այսպեսով երախտաբարդ ըլլային Մատուցված նվերը երկու նգանակ խմորյալ հացեր եւ ուրիշ ընծաներ ալգային եթե գարտակ Ղևտացիս 20-րդ գլուխը հոն հստակ կտեսնենք Այս դոնը հաստատվեցավ որպեսի իսրայելացիք հիշեն որ երկրին դերը ու դիրագանը Աստված ինքը։ Այս դոնին էր նաև որ հրյաներ գհիշադագեին Սինա լերան վրա Մովսեսի դված օրենքները։ Այդ օրենքները դրվեցան Եգիպտոսի ելլելեն 50-րդ օրը։ Հետևաբար այս մեծ դոնին արիթով Աշխարի 4 կողմերեն հրյաներ Երուսաղեմ կհավաքվեին, ինչպես նկարագրված է Գործք Առաքելոց 2-րդ գլուխին մեջ, ամեն տարի։ Աստուծո անուն իմաստությունով ծրագրված Սուրբ Հոգին այս դոնին աշխարհ իջավ։ Եվ մենք հետո հասկացանք, որ հիանալի ծրագիր մներ գրնար ուրիշադեն իջնել, բայց այս դոնին եկեղեցին հիմնվեցավ եւ երևելի տեսանելի գերբով հայտնվեցավ տեսանելի ինչպես որ գարտացին ինչ էր տեսանելին որպես թե գրագե լեզուներ յուրաքանչյուրին վրա գլուխին վրա գեցավ Ղուգաս Ավետարանիչ գքրե Գործք Առաքելոցը ինքը ագանադես կդառնա եղելության եւ կտեսնե ամեն մեկուն վրա որպես թե գրագե ոչ թե գրակ որպես թե գրագե լեզուներ
երևցան։ Ոչ թե սրահին մեջ արջևի նստողներուն վրա, հաբա փոլորին վրա, փոլորին։ Ոչ թե ինչպես այսօրվա սուտ մարգարեները Սուրբ Հոգի կփաշխեն, ասպես ցերկովնին կփչեն, միայն արջևի նստողները քեդին գինան։ Հոս փոլորին վրա նստավ, տեսանելի գերբով։ Եվ կփապակիմ Սուրբ Հոգին դրված անունները եւ անոր գարմը կորձերը այսօր մեր խորհրդածության նյութը ընենք։ Սուրբ Գիրքը հստակ կնե, թե Սուրբ Հոգին Աստված է, եւ ոչ թե Աստուծո ուժն է միայն։ Հիմա ես պիտի կարոզեմ Աստուծո ուժին պետք ունիմ, ով Սուրբ Հոգի Աստված եգուր վրաս հիմա պիտի կարոզեմ, կամ փամը պիտենեմ, ինչ որ պիտեմ, ինչ ծառայություն դուրը։ Հետո պետք չունիմ այդ ուժին։ Աստված է, անմիշտ ներկա է, ինչպես Քրիստոս, ինչպես Հայրը։ Երրորդության երրորդ անձնավորությունն է։ Ոմանք կխորին թե, որովհետև առաջ Հայրը գիշվի, հետո Որդին, հետո Սուրբ Հոգին, ուրեմն ասպես գարքով Սուրբ Հոգին ամենեն հետինն է, զորությունն է միայն Աստուծո։ Ոչ, նույն միտքը, նույն աստվածությունը, նույն էությունը, նույն բնությունը, նույն խորհուրդը, նույն ծրագիրը, նույն անձնավորությունը Աստված է։ Ուրեմն առաջին բանը, որ կտեսնենք, իր աստվածությունն է, անձնավորություն է։ Ան ըստեղծիչ է։ Սամոս 104:3 Հոգիտ գղրգես ու անոնք գստեղծվին։ Հոգիտ գղրգես ու անոնք գստեղծվին ու երկրի երեսը գնորոքես։ Ծննդոց 1-2 եւ Աստուծո Հոգին ճուրերուն երեսին վրա գշարժեր։ Եվ կորցք առաքելոցի մեջ, երբ որ առաքյալները առաքելության պիտի գրգվեին, ծառայության, աղոթքի մեջ էին ձոմաբաությունով եւ հոն կգարտանք, որ Սուրբ Հոգին ըսավ, անձնավորությունը միայն գրնա ասել եւ ոչ թե ուժը։ Սուրբ Հոգին ըսավ, ինչ ըսավ, զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այդ կորձին համար։ Հորը եւ որդուն հետ գծված կներկայացնե առաքյալը ասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգվույն հաղորդությունը ծեր բոլորին է դլա գսե առաքյալը 2 Կորինթացիս 13:13։ Ուրեմն Սուրբ Հոգին ոչ թե ուժմն է, երբ որ պետք ունենանք, գխնդրենք, այդ ուժը գստանանք, կորձերնից կնենք, հետո մեր ուզածի պես կյանք մգաբրինք։ Անշարունակ մեզի հետ է, ինչպես Սուրբ Հոգին մեզ մեջ կփնագի, հավատքով Հիսուսի փոխարինողն է։ Ցեզի արակմը Սուրբ Հոգին գարմը անունները պիտի հիշեմ։ Հիանալի նյութ մնե Սուրբ Հոգի նյութը։ Սկանչելի նյութ է, ընդարձակ նյութ է։ Անոր համար պետք է առողջ քահապար մոտենանք։ Սուրբ Հոգին մեր գարսորը չէ, սպասավորը չէ, գգանչենք, որպես զինքը կործածենք, որպես զորություն, հետո շնորհակալ ենք դեղդ նստիր։ Հաբա նայենք իր անունները։ Արակ մցեզի հիշեմ։ Աստուծո Հոգին։ Ասոնք համարներ ունին։ Գրնակ շատ շուտով գտնել։ Շնորհքի Հոգին, ճշմարտության Հոգին, սրբության Հոգին, իմաստության Հոգին, զորության Հոգին։ Երանի մարդիկ փոխանակ միայն զորության Հոգին խնդրելու, իմաստության Հոգին խնդրեն։ Որքան պետք ունենք աստվածային իմաստության, որքան պետք ունենք։ Սուրբ Հոգին Աստուծո խոսքի մեջ հիշյալ անուններով ջանցված է ցուցունելու համար անոր կորձերը։ Եվ այս անունները Աստուծո վերակրելի անուններ են։ Սուրբ Հոգին նաև նմանցված է գարմը բաներու, անոր հատկությունները ցույց տալու համար։ Հիշեմ արակմը, աղավնի նմանցված է, ճուրի նմանցված է, հոսող ճուրի նմանցված է, նաև գրագի նմանցված է։
Սուրբ Հոգի ոչ ջուր է, ոչ կրակ է, ոչ ալաղավնի է։ Սուրբ Հոգին անձնավորություն է։ Սակայն այս նմանություններով կնկարագրվի, որպեսզի հասկանանք անոր հատկությունները։ Գարտացված հատվածի մեջ Ղուկաս ավետարանիչ կնկարագրե Սուրբ Հոգին վայրեջքը թեպի երկիր Երուսաղեմի մեջ։ Առաջին անգամ լալով հոս կտեսնենք Սուրբ Հոգին պաշտոնապես դեսանելի կերպով երկիր գիչնե եկեղեցին հիմնելու համար։ Որպեսզի ամեն կասկած դուրս մնա, քերբնական թեփքերով վայրեջ կատարեց եւ իր ներկայությունը դեսանելի եղավ, ինչպես կարդացինք, որպես սաստկաշունչ հովիմը։ Ինչ կհասկանաք սաստկաշունչ հով, եթե գարտակ։ Բարս հով մնե, ինչպես այսօրվա սուտ մարգարեները գփչեն, այսպես գնեն, որ Սուրբ Հոգին քեզի դան։ Սաստկաշունչ հով չեմ կարծեր, որ տեսած ենք մեր կյանքի մեջ։ Ատքայն զորավոր եւ ցայնով զորավոր սաստկաշունչ զորավոր ցայնով եւ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե։ Երևցան գսե հայերենը, հունարեն բնակիրը գսե օֆտիսան, երևնալեն ավելի ներգայացումն է, ներգայացան աստեցիկ գերբով, դեսանելի գերբով հստակ ներգայացան, ոչ թե ոգի մն է, ուժ մն է, հաբա իրապես դեսանելի գերբով օֆտիսան ներգայացվեցավ Սուրբ Հոգին եւ որպես թե գրագե։ Մեր դերը երբ Նիկոդիմոսին հետ կխոսեր Սուրբ Հոգին հովի նման ցույց երբ Նիկոդիմոսին ըսավ պետք է քեզի նորեն ծնանիս եւ անիկա պատասխանեցավ ինչպես նորեն պիտի ծնին եւ բացադրեց Տեր Հիսուս որ ինչպես կծնի գսե հովը ուր որ ուզե գպչե եւ անոր ցայնը գլսես հովը երբ գպչե գանցնի գերտա հովը չերևիր ցայնը գլսես եւ անոր գադարած կամ ցկած աստեցությունը հետքերը գցիկեն Սուրբ Հոգին եւ թուն գսես ասի հովանցավ այստեղ ծարերը ինգան զորօրինակ հետքը գցիկե հոս դերը գսե Նիկոդիմոս երբ որ Սուրբ Հոգիով ծնիս հետքերը արդյունքը մեջտեղ պիտի ելնի Պենտեկոստեի դոնին արիթով Երուսաղեմի մեջ գդարված թեփքը հոստեղը որ գտեսնենք հադուկ եւ եզակի թեփ մնե մարդկային պատմության մեջ Դարձյալ պիտի չգրտնվին Աստծո ծրագիրի մեջ Հիսուս դարձյալ Բեթլեհեմի մեջ պիտի չի ծնի մեկ անգամ ծնավ եւ մենք չենք աղոթեր ով Աստված Հիսուս նորեն թող ծնի այդ երջախումբը հսկա բազմությամբ ասպես թող երգեն լսենք մարդիկ հավատան նույնպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին որ վայրեջ կատարեց նորեն պիտի չգրտնվի որովհետեւ մեկ անգամ եղավ Սուրբ Հոգին իջավ հայրը եւ Հիսուս խոստումը կատարեց երբ որ նորեն պիտի գրտնվի ասել է թե խոստումը չկատարվեցավ հայյանք է ասի փոխանակ ասելու ով Սուրբ Հոգի Աստված Պենտեկոստի օրը ինչպես որ իջար դարձյալ մեր վրա իջիր գմոդենանք երկուղածությամբ խոնարհությամբ քետնին հավասար գփրվենք եւ գսենք շնորհակալ ենք մխիթարիչին համար որ ղրգեցիր եւ մեր սրտերու մեջ կփնագի առանց անոր մենք կյանք չունենք առանց անոր մենք հույս չունենք առանց անոր մեկ քայլ միշտ չենք կրնար առնել շնորհակալ ենք որ խոստումդ կատարեցիր մեկ անգամ երնի բայց անով պետք է լեցվենք անշուշտ բոլորովին ուրիշ բան է ադիգա լեցվիլ հանգչիլ գահանգչի մեր վրա այսօր մասին պիտի խոսենք ուրեմն ինչպես որ Հիսուսի ծնունդը
ֆիզիկապես չի գրտնվիր, այնպես ալ Պենտեկոստեի օրը դարձյալ պիտի չգրտնվի։ Սուրբ Հոգին մեկ անգամ իջավ ու վերջ եւ այսօր ան գկործե։ Պաշտոնապես կործողը Սուրբ Հոգին է։ Ինչ որ եղավ Պենտեկոստեի դոնին արիթով այս եղելությունները որ գգարտանք, ինչ որ եղավ Սինալերան վրա հայրը որ իջավ, Սինալերը դեղին շարժեցավ գմխար, ասոնք նորեն պիտի չգրտնվին։ Հադուկ բարականեր են, հադուկ թեպքեր են, որ աստվածության կամ աստուծո իր ներկայության ցայդուն կամ երևելի գոմերն են, որ պետք էր անոնք ըլլային։ Այնպես որ փառք պետք է տանք Աստծո։ Մենք այսօր գհիշադակենք այդ օրը, որ Սուրբ Հոգին երգիր իջավ, ինչպես գհիշադակենք ծնունդը, երբ Հիսուս ծնավ։ Ծնունդը չենք տոնել։ Շնորհակալություն չենք հայտնել, որ Հիսուս աշխարհ եկավ։ Ճիշտ այդպես շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալության հոգով Աստծո հետ կուքանք կխոսենք, փառք կտանք այս մեծ նվերին համար։ Այդ օրհնյալ օրվան մեջ Սուրբ Հոգին երգիր իջավ եւ իր զավակներու մեջ կփնագի։ Կուզեմ ցեզի հիշել, որքան որ ժամանակս կները Սուրբ Հոգին գարմը կործեր։ Եթե Սուրբ Հոգին աշխարհ չկար, մենք որբ պիտի մնայինք, որբ, բայց Հիսուսավ, ես ցեզ որբ չեմ թողուր, հավատացեք, և մենք կհավատանք անշուշտ իջավ և մեր սրդերու մեջ կփնագի, անոր համար մենք անոր որդեքիրներն ենք, մենք անոր զավակներն ենք և անոր միջոցով մենք ապահայր կգանչենք, ինչ տքիդություն, որ դարձյալ խնդրենք, որ Սուրբ Հոգին կա, չես հավատար, որ Սուրբ Հոգին աշխարհ իջավ, չես հավատար, փյուր փառք իջավ եւ մեր մեջ կփնագի եւ մենք Սուրբ Հոգիով գաղութենք, կբաշխենք եւ գաբրինք։ Ուրեմն առաջին կորձը ան մեզ գսորվեցնե ու ամեն ճշմարտության գարաչնորդ է։ Ասի Սուրբ Հոգին առաջին կորձերեն մեկն է։ Հովանու 16-13 գսե։ Իսկ երբ ինչ ճշմարտության հոգին կա, եկավ, այո եկավ։ Իսկ երբ ինչ ճշմարտության հոգին կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ցեզի։ Վասնզի ոչ թե ինքն իր պիտի խոսի, հապա ինչ որ լսե զայն պիտի խոսի ու քալիքները ցեզի բատմե։ Ինչ հիանալի փառավոր ներկայություն մեր սրդերում մեջ, ճշմարտության պիտի առաջնորդի։ Միակ եւ անսխալական ուսուցիչն է Սուրբ Հոգին։ Բոլոր մարդիկ գրնան սխալի։ Քեզի չի շվարեցներ, երբեք։ Անոր սորվեցուցածը գես ճշմարտություն, գես սուտ չէ։ Լման ճշմարտություն է։ Եվ միակ ճշմարտություն, միայն ճշմարտություն կսորվեցնե։ Կարևորը հոժարից սորվելու եւ ուզես ճշմարտությունը գտնալու։ Հոս է շատերուն պրոբլեմ։ Հոսը։ Ես ասպես կհավատամ։ Okay, այդպես կհավատաս, գեցիր եղած տեղդ։ Սուրբ Հոգին գուզե մեզի ամեն օր ճշմարտության առաջնորդել, խոսքին առաջնորդել, որովհետեւ մեր միտքը լուսավորվի եւ քրվածը հասկանանք։ Ոչ թե ասենք քրված է, հապա քրվածը հասկանանք։ Անոր համար է Սուրբ Հոգին կկործե մեր մեջ։ Ուրեմն այս է առաջին կորձը, բայց դժբախտաբար մարդիկ նախաբաշարումներ ունին, ենթահող են Աստված են եւ չեն ուզեր սորվիլ գիտնալ։ Այս պատճառով ճշմարտությունը չեն սորվիր ու հասկանալ։ Այս դասագարքի մարդիկ հինեն իվեր քոյություն ունեին, առաքելական շրջանին ալգան։
Երկրորդ Տիմոթեոսի 3:7-ի մեջ Պողոս երդասարդ Հովիվին Տիմոթեոսին գսե. Ճիշտ այս հասակարգի մարդիկ, որոնք գսեն ես հասանք եմ, չեն սորվիր, գսե. Միշտ գլսեն ու փնավ ճշմարտությունը ճանչնալու չեն գրնար հասնել։ Գլսեն, բայց ճշմարտությունը ճանչնալու չեն հասնի։ Երկրորդ Տիմոթեոս 3:7։ Ինչու արդյոք, որտեղ նախաբաշարումներ ունին։ Չեն ուզեր, ես ասեմ, չեն ուզեր հասկանալ սորվիլ։ Միշտեր Սուրբ Հոգին պատրաստ է Աստծո միտքը մեզի փոխանցելու եւ քրվածը հասկանալի դարձնելու։ Ոչ թե միայն մեզ գսորվեցնե, այլ մեր սորվածը մեզի գհիշեցնե։ Հովանու 14:26-ի մեջ այսպես գսե. Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զոր հայրը իմ անունովս պիտի ղրգեց չէ, փյուրփարք ղրգեց, այո, անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ըսի միտքերնիդ պիտի փերը։ Սուրբ Հոգին սիրելներ, ինչ որ հոս կսորվինք, անիգի իշեցնե։ Բայց սորվելու համար ժամանակ պետք է։ Պիտի գարտամ, պիտի սորվին, պիտի բրբդեմ, բաց պիտի ունենամ Աստծո խոսքը։ Բայց այսօր շատ մկարոզիչներ ոչ ժամանակ կդրամատրեն, կգարտան, թերթ գարտալու պես, գսեն նայր, ես փեմ ելլեմն է, նշումներու բեք չի գա, Սուրբ Հոգին ինձի ինչ որ դա ադի կխոսի։ Փեմ ելլե, համար կգարտա, խոսածը գապ չունի գարտացածին հետ։ Մեմ աչ գերտա, մեմ ծախ գերտա, նույթ չի գա, փամբը չի գա, գերտա, գուկա, ինչ են ուտը, Սուրբ Հոգին ասիգա դվավ ինձի, Սուրբ Հոգին ինձի միշտեր պետք է գարտա, պետք է սերդե ժամանակ դա, որ Սուրբ Հոգին հիշեցնե իրեն։ Հունաստանի մեջ եկեղեցիներ կան, ծայրահեղ խմբակներ, եթե նշումները նես փեմ ելես կսեն ադի Սուրբ Հոգին չէ դեր հոնդստիր, փեմ ելողներ առանց նշում, միայն Սուրբ Կիրք, Սուրբ Հոգին կուտա քեզի խոսքերը գլսես, ուզես դա ասե, պիտի հավատաս, որ Սուրբ Հոգին դվավ այդ բարգյանին, պիտի հավատաս, որտև իրենք այդպես կհավատան։ Սուրբ Հոգին սիրելիներ, ինչ որ գսորվինք, ադիգի հիշեցնեն մեզի։ Հետևաբար ժամանակ պիտի տանք սորվելու համար, պիտի գարտանք եւ պիտի հիշեցնեն մեզի։ Երկրավոր ուսուցիչը Սուրբ Հոգին մեր մեջ կփնակ։ Երկրավոր ուսուցիչը կսորվեցնե քեզի կամ թուն գերանաս կամ ինքը գերանա մեմնալ չես տեսնել։ Սուրբ Հոգին սակայն մեր մեջ կփնակի։ Մեզի հետ է միշտ հիանալի ուսուցիչ ունենք։ Շարունակ հավատացյալի սրդի մեջ կփնակի, որբեսի սորվեցնե եւ ճշմարտության առաջնորդը։ Երկրորդ Սուրբ Հոգին կորձերեն մեկնալ վերստին ծնունդ դալն է։ Նիկոդիմոսի բարակայի մեջ կգարտան, Հակոբոս Արաքյալի մեջ, Պետրոս Արաքյալի թուղթերու մեջ նաև գսե, ինչպես մարդը նորեն գծնի, Աստուծո խոսքով գծնի։ Հիսուս ըսավ, եթե գարտանք երրորդ գլուխ Հովաննու 5:6 գսե Հիսուս պատասխան տվավ ճշմարիտ գսեմ քեզ, եթե մարդ մչուրեն ու հոգեն չծնանի, չգրնար Աստծո թագավորությունը մտնել։ Մարմինեն ծնածը մարմին է ու հոգին ծնածը հոգի է։ Դարբեր բաներ են։ Գապ չունին իրար հետ։ Ինչպես որ մեկը մարմինով գծնի, հոգին ալ պետք է ծնի։ Աստծո մասին շատ խոսած ենք։ Ինչպես վերստին ծնունդ կունենա այս մեռած հոգին, նախ մարդը պետք է հասկանա ինչ է հոգին, որ պետք է նորեն կենթանանա։ Հոգին հոգևոր ընդունակություններն են, մարդու միտքը, խիղճը, ըսկացումները, գամքը, լեզուն, ասոնք հոգևոր ընդունակությունները մեղքին պատճառով մեռած է։ Աստծո խոսքով եւ ճուրը Սուրբ Հոգի խորհրդաբատկերն է, բոլոր համայնքները կհաստատեն այդ։
Չուրը Սուրբ Հոգին խորհրդաբատկերն է, Սուրբ Հոգիով եւ խոսքով մերած հոգին նորեն գծնի, բորնգեին գլա, նորեն եւ գրնա Աստուծո համար ապրիլ։ Ուրեմն Աստծո խոսքն է եւ հավատքն է։ Սուրբ Հոգին Աստուծո խոսքը գարնե մարդու մեջ կործելու կսկսի։ Շինցու բատմություններ առնելով մարդու մեջ չկործեր։ Աստուծո խոսքը։ Եվ մարդու մեջ կկործե հղացման շրջանը։ Մարդը կհղացվի Աստուծո խոսքով։ Եվ երբ որ գորոշե կհավատա, մերած հոգին նորեն գծնի, կգենթանանա։ Դուք կսե մեղքերու եւ հանցանքներու մեջ մերած էիք։ Ինչը մերած էր, անոնք գաբրեին, հոգին մերած էր, բայց կսե Քրիստոս գենթանացուց, Սուրբ Հոգիով։ Ուրեմն, այս է Սուրբ Հոգին կործը, վերստին ծնուտ կուտա։ Ծնած հավատացյալներու նաև սիրտերն ու միտքերը գնորոք է եւ զանոնք Քրիստոսի նմանցնելու գաշխատի։ Պետք է օրեօր մենք Հիսուսին նմանենք, Սուրբ Հոգին կործերը մեկնալ այս է, մեր բնավորություններեն գուզե մեզ ցերփազատել, գուզե որպես հարս փեսային հարմարցնե, երբ որ գսես ես ասեմ, իմ բնավորությունս ասե, Սուրբ Հոգինոն կործել է գտատրի, ուրեմն գդրամատրվինք, որպեսի մեզ փոխե, եւ այսպեսով մեզի օրեօր գբադրաստե դերոջը փարքին մասնագից դառնալու։ Սուրբ Հոգին սկանչելի կործերը մեկնալ Հիսուսի հավատացողները մգրդել է, գմգրդե։ Առաջին Կորինթացիս 12-13-ի մեջ առաքյալը գսե. Վասնզի մենք ամենս մեկ հոգիով մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք, թե հերյաներ, թե հեթանոսներ եւ այլն, ամենը, ծարաներ, ազատներ, մեկ հոգիով, նույն հոգիով, Սուրբ Հոգիով, մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք։ Մգրդվել վապտիզմա կնշանակե փանի մեջ սուզվել, մխրջվել։ Ուրիշ իմաստ չունի մգրդությունը։ Մգրդություն մեկը ցես չխափե, ուրիշ իմաստ չունի։ Մգրդություն կնշանակե սուզվել, մխրջվել։ Թուք կսե առաքյալը, թուք չսեր ներողություն, մեկ կսե, մեկ հոգյով առաքյալնալ մեջ ըլլալով, մեկ հոգյով Քրիստոսի մարմինին մեջ սուզվեցանք, մեկ մարմին եղանք։ Երբ եղավ այս մգրդությունը, Սուրբ Հոգի մգրդությունը, երբ սուզվեցանք Քրիստոսի մարմինի մեջ, այն օրը որ մեր հոգին վերստին ծնավ, հոգիով ծնավ եւ Քրիստոսի մարմինին գմյանանք։ Երբ մեղավորը կամ մարդը, որ Հիսուսի մարմինին միանա, երբ գլա այդ միացումը, երբ դեղի գունենա, երբ որ եկեղեցի գահաճախե, գերտագուկա, Սուրբ Գիրքը գարթա, ոչ, երբ որ վերստին կծնանի, Սուրբ Հոգին գարնե Հիսուսի մարմինին գմգրդե, գսուզե։ Հետևաբար մգրդությունը որոշ անձերու համար չէ։ Ասիկա Սուրբ Հոգիով մգրդված է եւ այլն ասանք։ Անի չէ, խեղճը 10 տարի եկեղեցի ուկա, բայց Սուրբ Հոգիով մգրդված չէ։ Սուրբ Հոգիով բոլոր հավատացյալները կմգրդվին, կսուզվին Քրիստոսի մարմինի մեջ։ Փառք ուտանք այս կորձերուն համար։ Սուրբ Հոգին ամենամեծ նվերն է, որ Աստված կուտա փրկվող հավատացյալին։ Պետրոս առաքյալ իր քարոզի մեջ հստակ կնե։ Երբ անոնք ժողովուրդին ինչ անենք, գխրջարվինք, այո, հանցանքրինք, Հիսուսը խաչեցինք, ինչ անենք, ապաշխարեցեք եւ ցեզ ամեն մեկը թող մգրդվի Հիսուսի անունով եւ հոգվույն սրբո նվերը, բարգևը պիտի ընդունիք։ Վասնզի խոստումը ցեզի է եւ հերու եղողները։ Որոնք են հերու եղողները? Հեթանոսները։ Խոստումը, կտեսնեք խոստում է, ցեզի է,
Պայման ինչ է, պետք է ապաշխարենք, պետք է խելքերնից փոխենք։ Եվ այսպեսով փառք ուտանք, որ այս մեծ նվերը դրվեցավ բոլորիս։ Մենք ալ գվայելենք Սուրբ Հոգուին բնակությունը, որտեղ խոստումը գադարվեցավ։ Ինչպես որ փրկչի խոստումը գադարվեցավ։ Խոստում է փրկիչը, աշխարհ փրկիչ պիտի կար, խոստում է։ Ճիշտ այդպես Սուրբ Հոգին ալ խոստում է, գադարվեցավ, փյուր փառք, մարգարեությունները գադարվեցան։ Ինչպես եթե գարտան Կորցք Արաքելոցի մեջ, երբ որ բոլորը լեցվեցան եւ սկսան ուրիշ լեզուներով խոսել, ուրիշ ոչ թե օդար, ուրիշ, եւ բոլորը հոն հայտնի է ինչ լեզուներ են, եւ գսե հոստեղը Պետրոս Արաքյալ գսե ասիգա այն թեփքն է, որ կգադարվի, ինչ որ հովել մարգարե միջոցով ըսվեցավ։ Եվ պիտի լավ որ վերջին օրերը ծեր դղակները երազներ պիտի տեսնեն եւ այլն տեսիքներ, ասի որ ըսվեցավ, հոս վերջին օրերում մեջ գադարվեցավ։ Սուրբ Գիրքը երկու վերջին օրերու մասին գխոսի։ 5 գդագարանի վերջին օրերը, նոր գդագարանի վերջին օրերը։ Հին ուխտի դնդեսության վերջին օրերը, շնորհքի դնդեսության վերջին օրերը։ Պետրոս Արաքյալ երբ որ գսե վերջին օրերը հոգից հին ուխտի դնդեսության վերջին օրերն էր։ Իսկ շնորհքի դնդեսության վերջին օրերը ինչ է։ Նաև հին ուխտի դնդեսության վերջին օրերը գսե Աստված շատ մասերով, շատ գերբերով խոսեցավ եւ այս վերջին օրերը իր որդիով խոսեցավ, որ վերջին օրերը հին ուխտի շրջանի վերջին օրերը։ Իսկ նոր ուխտի վերջին օրերը երբ են։ Եվ զայսկիցիր Դիմոթեոս վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Մարդիկ պիտի ըլլան, ցակ մը կներկայացնի։ Զզվելի ցակ մնե։ Անցնասեր, արձատասեր, հբարդ, հայույց, ծնողներու աննազանդ։ Վերջին օրերը Հիսուս գնայի ասպես հավատացյալներուն աշխարհի քրիստոնյա աշխարհի նսեն քեզ փերնես դուրս փսխելու վրա են գսե ոչ դակես ոչ բաղես այդ վիճակի մեջ կապրին այսօր հավատաց ոչ բաղ ոչ դակ զիրար քննադատել զատ ուրիշ բանը չեն գիտեր մաստակ է դարձել խոշորայցուց ցերկերին գսպասես սխալը բայց սխալ բարավասի այս է մենք այդ օրերում մեջ կապրինք Աստված շնորհ կնե որ մենք հոժարինք Սուրբ Հոգին դրամատրվինք որբեսի ան մեզի սորվեցնե եւ երբեք մի ասել ես հասանք եմ հաբասե ով դեր զիս Հիսուսին նմանցուր գուզեմ քեզի նմանիլ եւ բադրաստլան մակրեզիս դաշեզիս զդեզիս բեկունին քո առաջնորդությանդ թող դերը օրհնեցես եթե դերը գաբի կալ գիրագի պիտի շարունակենք իր փառքին համար ամեն անգամ եւս շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհե որ ամեն մեկս հնազանդինք Սուրբ Հոգուին ցայնին ընդունելով մեր մեջ Քրիստոս իբրև մեր կյանքին հենարանը եւ ապրինք կյանքը որ կփարավորես Աստված Պիտի վերջացնենք երգելով 313-րդ երգը որուն վերջին դունը ոտքի եւ փովիվին աղոթքով պիտի փակենք Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է խաղաղության Ked Gabazze. April Jesus in Schnorke, Chaucian Ked Gabazze. Te porțuciun can cem bahnar, Gabrim Isusi cem tulnar.
քեզ մեջ հեռանամ Ապրիլ Հիսուսի ինչ հանգիստ Վերջին սիրով օրհնված եմ խիստ Գանց կամ իրեն համար ապրիլ Մինչև մահկամքին նազանթիլ Օգնե ավելի ծառայեմ Գրգին դեր քեզ խովեմ Ներկայությունը միշտ զգամ Երբեք քեզ մեջ հեռանամ Ապրիլ Հիսուսի ամեն դեր մտնել միշտ զորեմ Եթե բարեկամ զիս մորնամ Գարաչնորթե չթողուրամ Օգնե ավելի ծառայեմ Գրգին դեր քեզ խովեմ Ներկայությունդ միշտ զգամ Երբեք քեզ մեջ հեռանամ Ապրիլ Հիսուսի մինչև վերջ Մտնեմ իր փառքը մեծ անվերջ Տեսնեմ զայնքային ռաչիս Ասեից մորտյակ շատ ապրիս Օգնե ավելի ծառայեմ Գրգին դեր քեզ խովեմ Ներկայությունը միշտ զգամ Երբեք քեզ մեջ հեռանամ Տեր Հիսուս, որքան փառք կտանք քեզի ներկայության համար, խոստումներուդ համար, այո Տեր, այս օրհնյալ հիշադակի օրվան համար, որ մենք ամեն օր կհիշենք այն մեծ նվերը, որ մեզի շնորհեցիր, Սուրբ Հոգին մխիթարիչ ղրգեցիր, եւ մենք որբ չենք, առանցին չենք, մեզ ամեն ճշմարտության գարաչնորդ է, Փառք կտանք, ով Սուրբ Հոգի Աստված, օգնե մեզի, որ քեզի դրամատրվենք, հնազանդենք, քու առաջնորդությանդ եւ այսպեսով երրորդությունը փառավորվի մեր կյանքերում մեջ։ Փառքիդ համար խնդրենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն